Պարոն Դանիելյան, դուք հավատացիք Պապոյանի ժանգյունից հայտարարությանը, որ Ռուսաստանի հետ բանակցում են եւ պիտի օրենք է դրված շրջանառության մեջ, որ պիտի փոխվի 90 օրը դա։ Տեսեք, իմ հավատալ չհավատալու հարցը չի։ Եթե մարդ իր տեղում է, ուրեմն ինչ անում։ Գիտի, որ 90 օր է, 90 օրյա ժամկետ է։ Այդ իմանալով, որ 90 օրյա ժամկետը մարդ կա 1 ամիս կանգնում է հերթի մեջ։ Պարզ չի, որ 90 օրը չի հերիքելու բեռնատարի վարորդներին, որ գնան եւ հետ գան։ Դա շատ արագ վերջանում է։ Այդ խնդիրը նոր չի եղել, ես էլ գրություններով բանով դիմել եմ։ Հիմի բանը բանին տվել անցել է, հենց որ ժողովուրդը արդեն մեր բեռնատարի վարորդները ասում են, ես ինչ եք անում, հիմի Վրաստանում մեծ տեր չեք։ Այսինքն մեր խնդիրները լուծում ենք տարբեր եղանակներով։ Ռուսաստանի Դաշնությունը մեծ խնդիրը կա, էլի ձեզ հետաքրքիր չի ինչա կատարվում։ Գալիս է հետո ասում են, դե մենք սկսենք բանակցությունները, մի հատ կհասկանանք ինչա։ Ամեն ինչն են տենց անում, անվտանգությունից սկսած, տնտեսությունից սկսած, բոլոր առումներով, ինչը որ իրենց պատասխանատվության տիրույթում է, ամբողջը ձախողել են, որովհետև դրանից առաջ հմուտ ղեկավարը պիտի դրանից առաջ հարցը լուծի, որ հրդեհը չլինի, նոր մտածեն հրդեհը ինչու հանգցնելու մասին։ Մինչև հրդեհը հանգցնելն է կարող է շինությունից բան չմնա, չէ՞։ Պատկերավոր եմ ասում այդ ամեն ինչը, բայց ամեն օր ինձ տասնյակ հարյուրավոր մարդիկ զանգահարում են ասում, հերթական դեպորտը խփեցին, Մակարյան գրել է, որ 300 վարորդ արդեն դեպորտ ունեն եւ դա խնդիր է։ Դա ստույգ թիվ չի, որովհետեւ 2 օր առաջ դրա թիվը արդեն 450-ի էր հասել։ Այս ընթացքում ավելի են շատացել, ընդհանուր նաև բեռնատարի վարորդներ կան, որ այնտեղ հիմա չեն կարող բեռնատարները նստեն գան, որովհետև գիտեն, որ իրենք կպատժվեն։ Դրանից տուժում է մեր տնտեսությունը, արտահանումները, ներմուծումը եւ այլը։ Հիմա էլ այս մարդիկ դիմել են ծայրահեղ քայլի։ Հայաստանի Հանրապետության մտնող 3 ուրեմն մեր անցակետերը փակել են, որովհետև այս ընթացքում էլի հստակ պատասխան չի տրվել։ Հիմա էլի որ հարց է տալիս, ասում ես լավ, ժամկետ կարաս ասես, այս մարդը վարկ է վերցրել, այս մարդը վարկային պարտավորվածություններ ունի, տնտեսվարողը իր ապրանքը տանի, բերի եւ այլ։ Ասում է, չէ, դե մեզնից կախված չի։ Ձեզնից ի՞նչն է կախված։ Ստատուս գրել, թիրախավորել եկեղեցին, ամբողջ օրը բացեք այդ ստատուսները նայեք։ Եկեղեցու թիրախավորում, ուրիշ ամեն ինչով զբաղվում են բացի իրենց գործով։ Ընդդիմախոսներին ամենակեղտոտ բառապաշարով թիրախավորելը, այսինքն իրենց գործառույթը չեն կատարում այս մարդիկ։ Խնդիրը դրանում է։ Դուք ձեր տեղում չեք։ Եթե դուք ձեր տեղում լինեիք, օրինակ Վրաստանի հետ կապված խնդիրը կլուծեիք։ Հիմա այդ խնդիրն էլ ավելացել է միկրոավտոբուսների խնդիրը, որ հիմա Վրաստանում էլի բախվել են այդ խնդրին։ Ու այդ խնդիրները կուտակվում է, ու կրկնում եմ, դա տնտեսության վրա շատ բացասական ազդեցություն է թողնելու, բայց դրա մասին մենք էլ ենք զգուշացրել, իրենք էլ պատկան մարմին է, եթե չգիտի, որ 90 օրը պիտի լրանա, չնայած մենք դրա մասին ասել ենք, բայց դու այդ գործին ինչ կապ ունես։ Այսինքն սա խառնվել է իրար։ Չգիտես այդ մարդիկ ինչ են անում, ես դրա համար էլ ասի, ՆԳՆ նախարարա թե էկոնոմիկայի, չգիտեմ, ասենք արտաքին գործերի նախարարա թե ես չգիտեմ տուրիզմի նախարարա, ասենք զբոսաշրջության բան։ Ասենք սա սենց խառնվել է իրար։ Եվ այդ այցելությունները որ կան, որ օրինակ ասում եմ, մենք շատ բարձր մակարդակի հանդիպումներ ենք ունենում, մենք գնում ենք տարբեր երկրներ, Վրաստանի Դաշնության հետ ունենք ընտիր հարաբերություններ, էսա ձեր ընտիր հարաբերությունները։ Եթե սա անտիրն է, բա վատը ոնց արում, ես չգիտեմ։ Վատն էլ է, հիմի պիտի ուրախանանք, որ Վրաստանի հետ, ասենք, պատերազմ չենք հայտարարում, էլի Վրաստանին, ասենք, երևի պիտի իրան շնորհակալ լինենք, որ ինչ լավ է, որ մենք այս պահին պատերազմական իրավիճակի մեջ չենք Վրաստանի Դաշնության հետ։ Ամփոփելով այս թեմայով խոսքս ասեմ, որ կրկնում եմ, մարդիկ ունեն վարկային պարտավորվածություն։ Հետ կապված խնդիր կունեն, որտեղ ոնց հասկանում շատ մեր սննդատեսակներ հենց այդ բեռնատարներով են, չէ՞։ Տեսեք, իհարկե փչացող ապրանքներ կան, այնտեղ նաև պայմանագրային պարտավորվածություններ էլ կան, որ այդ պայմանագրային պարտավորվածությունները չեն կատարում, եւ եթե չես կատարում, մեծ տուգանքների ես արժանանում։ Առանց էլ այդ տնտեսվարող այս մի տարվա ընթացքում այնքան է տուգանվել, այնքան է իր պարտականությունները, այնքան չի կատարել իրենց պատճառով։ Իրենց պատճառով չի կատարել այդ պարտականությունները, հիմա մի հատ լրացուցիչ այս հարցով էր, բալավ մարդիկ ում դիմեն, ինչ ասեն, սաղ օրը նստած բան է, հեծանի վա քշում սրտիկ մրտիկ է բանանում,
Դուք տեսել եք, ասենք, դե մի հատ թող այդ հեծանիվը նստի, սրտիկը բանը դնի, մի հատ գնա այդ սրտիկով բանով մի հատ Վրաստան, էլի, ասենք, մի հատ Բավրայ անցակետում սրտիկ անի, մի հատ գնա Բագրատաշենում մի հատ սրտիկ ցույց տա, մի հատ անցնի մի հատ էլ Լարսով մի հատ սրտիկ ցույց տա։ Մի հատ գնա այդ բոլոր այդ մարդկանց մի հատ այդ սրտիկներով բանով, սենց բանով, էլի, խոնարհվի մի հատ սրտիկ ցույց տա բանանի։ Չգիտեմ ինչքան կտեի որ հեծանիվով գնա, բայց կարծում եմ արդյունավետ, այդ մի հեծանիվ քշելը արդյունավետ կլինի։ Առաջարկս է հեծանիվը նստի, սրտիկներով բանով, մի քանի հոգի էլ հավաքի իր թիմից, տենց սրտիկ անելով, ստեղից գնան այնտեղ, կարող ահագին օգտակար բաներ կլսեն։ Նիկոլ Փաշինյանի դժգոհում ենք, բայց ինքը այստեղ հայտարարեց, որ ԱԱԾ պատվար է գցելու բոլորին։ Հիմա բոլորին դեռ չի տարել ԱԱԾ պատվարը։ Այդտեղ չկա ԱԱԾ պատվարը։ Դե դրա համար ինչի եք դժգոհում։ Բոլոր թելես տեղ եք։ Դե այդտեղ չկա, չենք դժգոհում, ինչի չենք դժգոհում։ Հրաշալի պետություն է, ինչ դժգոհենք։ Ամեն ինչ նորմալ է, իրապահ համակարգը շատ լավ աշխատում է։ Այսինքն, գիտեք ինչ կա, ժողովուրդ ջան, առանձին վերցրած մարդիկ, որոնք որ, չգիտեմ, ես չեմ ուզում այդ մարդկանց անունները տամ, էլի, ճիշտ չի, արդեն իրապահ համակարգում մարդկանց ստեղն է հասել։ Ասեմ, մենք էլ չենք էլ կարողանում, մենք էլ չենք էլ բանանում։ Ճիշտ է, այդ իրան չի արդարացնում այդ ամեն ինչ որ տեղի է ունենում, բայց ախր ամեն ինչին էլ չափուսահման կա։ Իր կարծիքով, եթե ինքը մտածում է, որ բոլորին կարատանի քրեակատարողական հիմնարկները, չարաչար սխալվում է։ Այնքան շատ են այդ դժգոհողները, այնքան շատ են այն մարդիկ, որոնք պատրաստ են պայքարել եւ իրենց պետք չի վախեցնել ոչ բանտերով, ոչ բերդերով, ոչ էլ ես չգիտեմ ինչերով։ Այդ մարդիկ գնալու են, պայքարելու են, որովհետեւ այլընտրանք չկա։ Այլընտրանքը այս ռեժիմն է, որ ամեն կերպ, ինձ նաեւ գիտեք ինչ կա, նաեւ ուզում եմ նաեւ այս առումով մի հատ խոսանք։ Ուրեմն Հայաստանի Հանրապետությունում նախկինում իրավապաշտպանությամբ զբաղվող մարդիկ զբաղված են լորիսությամբ, հասկանում եք, լորիսությամբ։ Այսինքն ես չեմ զարմանա, որ ինչ որ մի պահի, այսինքն չգիտեմ, էլի այդ մարդիկ արդեն հայտարարեն, որ իրենք արդեն ԿՊ կուսակցության անդամ են, Այս ամբողջը, այս ռեպրեսիան, ասենք, ուրա միջազգային հանրությունը, ուր են այդ մարդիկ, որոնք որ ժամանակի ինչ-որ մեկի մազը ծռվում էր, չգիտեմ ինչեր շորեր ճղում էին, ինչեր էին անում, աղմուկ էին բարձրացնում, ուր են այդ մարդիկ, այս ամբողջ ինչ-որ կատարվում է, սա որևէ մի աղեշ չունի ժողովրդավարության հետ, չունի աղեշ որևէ ժողովուրդ, ու շատ կարևոր մի բան էլ կա, չէ, ումը որ բռնում են, Եվրոպայում գնում են լուրջ հայացքներով, ռուսական հետ կար, ռուսի շպիոն են, էս են, են, ասինքն, ու անգամ մենք էլ, ես մեկ անգամ եվս հիշեցրեմ, որ մենք սրբազան պայքարի շրջանակներում, ուրեմն դիմում ենք ուղարկել, գրություն ենք ուղարկել ԱԱԾ, ասել ենք, ԱԱԾ-ին խնդրում ենք բոլոր այդ լրտեսներին, շպիոներին բացահայտեք եւ ասեք, ոչ որ մեր կապարանոց չլինի, երկար սպասելուց հետո ԱԱԾ-ն պատասխանեց, որ նման բան չկա։ Այսինքն սրանք անհիմն շինծու մեղադրանքներով իրենց կներեք, էլի, ես չեմ համարում, որ եթե հանցագործություն է տեղի ունեցել, պետք է չհաղորդես, եթե հանցագործություն կա, պետք է հաղորդում ներկայացես հանցագործության մասին։ Բայց կներեք, մենք բազմաթիվ հաղորդումներ ենք ներկայացրել հանցագործության մասին։ Նիկոլ Փաշինյանի հետ կապված ենք հաղորդում ներկայացրել հանցագործության մասին, այլ պաշտոնյաների վերաբերյալ ենք հաղորդում ներկայացրել հանցագործության մասին, կրիմինալ իրավիճակի մասին էլի բազմաթիվ մեր նաև անձնական ուրեմն մեքենա այրելու, մեքենան ջարդելու, ուրեմն տարբեր գողությունների եւ տարբեր ուրեմն թեմաներով։ Որևէ մի գործ առաջ գնացել է, հարյուրավոր գործեր կան եւ ինչ ասում ոստիկանական համակարգը, Չախոյանի հետ կապված են, ինչ ասում։ Ասում է դե մարդ չունենք, ասում է որ զբաղ։ Այսինքն քաղաքացուն կարան ծեծեն, հերախոսը ձեռքից վերցնեն, խոշտանգեն, ոստիկանությունն էլ ասի դե ոչինչ, էլի, սպասի, ոստիկան չունեն, որ գողությունները բացահայտի, ոստիկան չունեն, որ մարդկանց խոշտանգումները բացահայտի, ռազմոյը բացահայտի, սպանությունները բացահայտի, այն մեկը բացահայտի, այն մյուսը բացահայտի։ Արդեն այնպես է դարել, որ քաղաքացին չի ուզում, որ հաղորդում ներկայացնի հանցագործության մասին, որովհետև այդ գործերը դրական լուծում չի լինելու։ Դրական լուծման չի արժանանալու։ Գողերը, հանցագործները
ուրեմն ազատության մեջ են եւ վերջերս մի կուրիոզ էլի ես կարծեք թե ասել եմ Տիկին Ջեբեջյանի հարցազրույցի ժամանակ հանցագործը ոստիկանությունից դուրս է գալի հանցագործություն կատարում գնում հասկանում եք հենց ոստիկանական բաժանմունքի մոտ սա խայտարակություն է սա խայտարակություն է մարդիկ կներեք հերթապահություն են անում իրենց շենքերում արդեն օրերը բաժանում են որ ոնց անեն որ հերթապահություն անեն որ գոնե թե կարողանան ինչ որ չափով կանխել նման տիպի հանցագործությունները այսինքն այսօր նաև վիճակագրությունը նայեք սպանություն կատարած անձիկ նարկոտիկի մեջ ներգրաված անձիկ իրենց կարգավիճակի հետ կապված կապշեք թե այդ մարդիկ ինչ կարգավիճակում ես մի հատ ինձ հարց տամ դուք գիտեք այդ մարդիկ ինչ են անում ազատության մեջ եւ որևէ խնդիր չկա բայց եթե քաղաքական որևէ մի հայտարարություն արած լիներ դրանցից որևէ մեկը կհայտնվեր ոչ միայն ԱԱԾ մեկուսարանում այլ քրեակատարողական հիմնարկներում կապ չունի դա որթե կորուց ծնող է կապ չունի դա քաղաքական գործիչ է թե ընտրված քաղաքապետ է բոլորին նույն ձև նույն կարգի ու նույն ձևի եւ դատավորներն էլ այսօր վախի մեջ են որ հանկարծ եթե ինչ որ մեկի գործով այլընտրանքային խափանման միջոց կիրառեն այդ մարդիկ ուղղակի կազատվեն աշխատանքից եւ եթե սա ընտրովի արդարադատություն չի եթե սա բան չի ինչ թվում է ավելի քան մենք հիմքեր ունենք պնդելու որ սա եւ ընտրովի արդարադատություն է եթե ինչ որ միտեղ արդարադատություն կա ոչ թե այդ գործի շրջանակում Հայաստանում էլ առհասարակ ընտրովի արդարադատության կոռուպցիայից են խոսում բայց հարգելիներս մի հատ հետ դարձեք տեսեք ասենք այդ շարքերում այդ ժամանակին իրենք են չի ասում ես մեկը սենց է մեկը նենց է մեկը հանցագործ է այն մեկը մարդասպաննա է մեկը թալանչի է եւ այլ բայց այդ մարդկանց հետ ում ժամանակին ասում էին նման բաներ եթե յուրային է ինքը խնդրեմ չունի դու ընդհանրապես պետք է յուրային լինես եւ որևէ խնդիր չունես դու արդեն գալիս ես սպիտակ եւ այն որ ասում ամբից դաշտ ես գալիս չէ իրանք դες մաքուրների եւ սրբերի բան ես ներողություն ուշ հետագրված բանը քաղաքական ուժերը երեք Վարդան Ղուկասյանին շատ զգուշավորությամբ էին իրենց աջակցությունը հայտնում, մինչդեռ մեծևով շարժման մասնակիցները անդամները ավելի համարձակ իրենց աջակցությունն էին հայտնում։ Ինչով է պայմանավորված դա։ Այդ համարձակությունը որն է, ինչ պետք է անենք, շորեր ինչ է, շենքեր գրավենք։ Չէ, ուղղակի ինչով է պայմանավորված մեծևով շարժումը աջակցությունը հայտնում էր, իսկ ամենից հարգելիս Հայաստան խմբակցությունը հայտարարություն է տարածել։ Ես երեք իմ գործընկերների հետ եղել եմ դատարանի բակում, հարցազրույցներ ենք տվել, խոսել ենք դրա մասին։ Եթե ավել բանկավոր չեն կարել ներող կլնեք։ Պարոն Դանիելյան, ես ներողություն ուշ միացա։ Սիրով ասեք։ Եթե հնչել է հարցը, ներեցեք, որ ես սիրով կպատասխանեմ։ Գաղափարախոսված խոշորացված համայնքում նոյեմբերի 16-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են եւ արդեն հայտնի է թե ով է գլխավորելու հաղթանակ դաշինքը, որը ձևավորել են Հայ հեղափոխական դաշնակցությունը եւ առաջ Աչակենտրոն կուսակցությունը։ Սևակ Խաչատրյան Պարոն Խաչատրյանի կենսագրությունն ուսումնասիրելիս արձանագրում ենք, որ նա եղել է Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ եւ երկար տարիներ նաեւ երիտասարդական կառույցներն է գլխավորել։ Պարոն Դանիելյան, դիսկոմֆորտ չեք զգում, որ նախկին հանրապետական կուսակցության ներկայացուցիչը այժմ փաստորեն գլխավորում է Հայ հեղափոխական դաշնակցության եւ առաջի նախընտրական ցուցակը։ Ինչի՞ պետք է ես դիսկոմֆորտ զգամ։ Դե քաղաքական անցյալը հաշվի առնելով մարդը ինչ որ կուսակցության անդամ ա եղել, ինչ որ մի պահի հա դուրս ա եկել հիմա էլի ընդդիմադիր դաշտում անես չի որ Սևակ Խաչատրյանը այդ թվերին դուրս ա եկել եւ մտել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության շարքերը ոնց որ դրա վառ եւ ցցուն օրինակը Պապոյանն էր չէ որ հանրապետականից շատ սահուն անցում կատարեց քաղաքացիական պոյմ հիմա եթե չեմ սխալվում փոխնախագահն է չէ քաղաքացիական մի հատ կուսակցական լինելու մասին է իսկ ընդդիմադիր կեցվածքով մարդը եթե որոշում է այս ընդդիմադիր ուժի հետ չլինել այլ ընդդիմադիր ուժի մեջ չլինել ես առհասարակ խնդիր չեմ տեսնում իմ խնդիրը նրա մեջ է որ 18 թվականից հետո մարդիկ որոնք որ
չգիտեմ, հանրապետական էին կամ դաշնակցական էին կամ այլ կուսակցության անդամ էին, մեկ գիշերվա ընթացքում իրենց եւ համոզմունքները փոխեցին եւ դրանից առաջ ասածներն ու բանը փոխեցին եւ սահուն դարձան քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ։ Այդ այնց մտահոգում, թե չէ, այս ընդդիմադիր կուսակցության շարքերում կլինի, թե այլ ընդդիմադիր կուսակցությունից բացարձակ հետաքրքիր չի, դա մարդու որոշելիք հարցն է, կարող է ինքը հարմար է գտնում այս ձևաչափով հանդես գա, իդեպ նաև մեր ձևով շարժման մեջ կան շատ մարդիկ, որոնք որ ես հարգում եմ, որ ինչ որ այլ ընդդիմադիր կուսակցության շարքերում են եղել եւ իրենք մտածել են, որ այս ձևաչափով ավելի նպատակահարմար կլինի, ես որևէ մի կերպ չեմ կարող այդ առումով։ Դե օքեյ, իրանց գործն է։ Ձեր դեպքում, որ ձեր դաշինքը փաստորեն ներկայացնում է նախկին հանրապետական կուսակցության ներկայացուցիչ։ Այդ առումով խնդիր չեք տեսնում։ Ինչա դրանից ես պետք է վատ զգամ ինձ։ Ես հարցնում եմ։ Չէ, մարդու որոշելիքն է, իր գործն է եւ ինձ թվում է իմ մեկնաբանությունների եզրակացության, որ հենց նա պետք է գլխավորի ձեր ցուցակը։ Տեսեք, նախորդ ընտրությունների ժամանակ, եթե չեմ սխալում, 38% անգամ այդ բռնաճնշումների, անգամ այդ ամեն ինչի ֆոնին իշխանական ամբողջ լծակի օգտագործման պարագայում 38% քվե է հավաքել էլի դաշինքային ֆորմատով, այդ դաշինքի մեջ նաև եղել են հայեղափոխական դաշնակցության ավականու տեխնացուներ եւ այսօր ես կարծում եմ ամենամեծ շանսերից մեկն էլ ընդդիմադիր դաշտում ունի Սևակ Խաչատրյանը, հաշվի առնելով նաև նախորդիվ իր հավաքած քվեները եւ հարգանքը, որ ինքը վայելում է այդտեղ եւ նաև էլի արժանապատիվ մարդիկ կան, որոնք որ էլի ընդդիմադիր ուրեմն տարբեր կուսակցություններ են ներկայացնում, Խաչիկը Մանուկյան, Մայ Հայաստան շարժումը, այնտեղ նաև Ժառանգություն կուսակցությունն այդ տեխնացուները, ում որ չեմ հիշում, ներող կլինեք, բայց ես կարծում եմ, որ նորմալ է, բայց ես ուզում նաև մի բան էլ հիշեցնել, որ էլի այս ազգային ժողովում գնացին խախտման եւ համայնքը ավելի խոշորացրեցին, խոյ համայնքի ուրեմն նախկին ղեկավարին մտցնելով այդ մեծ բլոկի մեջ նպատակը մեկն էր, որ կարողանան ավելի շատ հնարավորություն ունենալ ընտրությունների վրա ազդելու, բայց այդ ամեն ինչը իրենց չի փրկելու այն առումով, որ Էջմիածնում իրենք հերթական պարտություն են կրելու, ոնց որ խայտարակ պարտություն կրել են Փարաքյարում, Գյումրիում, Վանաձորում, չգիտեմ, Կոտայքի մարզում, Աբովյան քաղաքում, մնացած բոլոր քաղաքներում, որտեղ որ պարտություն են կրել։ Այսինքն այս ամեն ինչը բանալելու, բայց չեմ էլ զարմանա, եթե ինչ որ մի պահի քաղաքացիական պայմանագիրը կուսակցությունը որոշի, որ ընդդիմադիր բոլոր տեխնացուներին ձերբակալում է եւ հետո տանում է կալանքի։ Այսինքն օդի աղտոտվածության հետ կապված իրենց մեղսագրվող պատասխանատվության պայման, այսինքն կարող է ինչ որ մի հատ քաղաքացիական սեկտորից ինչ որ մեկը, այսինքն հայտարարությամբ հանդես գա, ասի օդը թունավորված է եւ դա օդը թունավորել են ուրեմն ընդդիմադիր տեխնացուները Էջմիածնի եւ քրեական գործ հարուցվի եւ այնուհետեւ դե շատ դժվար է ողջամտության սահմաններում լինել քաղաքացիական պայմանագիր կուսակցության իշխանության պարագայում, որովհետեւ եթե ողջամտության լիներ, դուք նայեք բոլոր ընտրությունները, որտեղ իրենք պարտվել են եւ այդ ողջամտության հիմքում իրենց մի հատ բաներ նայեք, էլի ոնց է ավականու անդամների ոնց են սպառնում, ոնց է տեղի ունենում այդ ամեն ինչը, ինչ է տեղի։ Մի հատ այդ պրոցեսները նայեք, կտեսնեք ողջամտություն կա թե չկա։ Դանիելյան, կարող ենք ասել, որ Սևակ Խաչատրյանը Ռոբերտ Քոչարյանի երկրորդ նախագահի կողմից աջակցություն վայելող տեխնացու է։ Նշեմ, որ 2 օր առաջ ընտրություններին մասնակցող Հանրապետություն կուսակցության ցուցակը գլխավորող Հարություն Մկրտչյանը համաժողովում Հանրապետություն կուսակցության Ես չեմ ճանաչում տես ազդարարեց, որ Ռոբերտ Քոչարյանը Էջմիածնում Վաղարշապատ համայնքում ունի տեխնացու եւ այդ տեխնացուի անունն է Սևակ Խաչատրյան։ Ո՞վ է այդ մարդը։ Հանրապետություն կուսակցության ցուցակը գլխավորող Հարություն Մկրտչյանը։ Դե գնացեք իրեն հարցրեք։ Մենք կարող ենք ասել, որ մենք հաղթենք Էջմիածնում։ ԿՊ-ի հետ գնալու ենք, գրոհենք Էջմիածնին անենք։ Դե բան չի ճանաչում։ Հա, փաստորեն գրոհող խմբերի մեջ է։ Հա, գրոհային խմբի մեջ է։ Եթե գրոհային խմբի մեջ է, այդ արդեն ահաբեկչության բան է, խնդիրը ես չեմ կարող, կարող ենք ասել, որ Սևակ Խաչատրյանը վայելում է Ռոբերտ Քոչարյանի աջակցությունը, մամուլը գրել էր, որ
պարոն Լևոն Քոչարյանի հետ ընկերական հարաբերություններ լինեն։ Հա, ինչ կա դրանում, որ ասենք Ես աջակցություն։ հարցնում եմ ընդհանրապես մարդը նման հայտարարություններ է արել, ասում է ռոբը ունի տեխնացու, տեխնացուի անունն է տալիս, ես էլ հարցնում եմ, իսկապես ձեր տեխնացուն Սևակ Խաչատրյանը, Ռոբերտ Քոչարյանի աջակցությունը վայելող։ Հարգելիս, նոր մի քիչ առաջ խոսում ենք, որ դաշինքով հանդես են գալի։ Եթե դաշինքով հանդես են գալի, դաշնակցությունը աջակցում է թե չի աջակցում։ Բայց ինչի համար ենք դաշինքով հանդես գալի։ Ես Ռոբերտ Քոչարյանի մարդ եմ։ Դե Ռոբերտ Քոչարյանը ինքը կասի, ինքը կհայտարարի, ես Ռոբերտ Քոչարյանի անունից ինչ հայտարարություն տամ։ Ես կարամ իմ անունից հայտարարություն տամ, դաշնակցության անունից կարամ հայտարարություն տամ, պատեհությունը, եթե գտնի երկրորդ նախագահ հայտարարելու, դրա մասին կհայտարարի, ինչ վերաբերում է դաշնակցությանը, մենք ասել ենք։ Եվ նաև օգտվելով առիթից կոչ եմ անում, ես կարծում եմ Civic-ի նաև քաղաքացիական պայմանագիր կուսակցության ձեր հետևորդներին, քանի որ Civic-ի լրագրող եք, որ չգնաք այդ ճանապարհով, որովհետև այդ ճանապարհով գնալը որևէ անգամ դուք հանցագործություն եք գործում, այն որ մարդկանց աշխատանքից ազատում են, այն որ մարդկանց ռեպրեսիվ համակարգը միացրել են, դպրոցի տնօրեններ են աշխատանքից ազատում, մանկապարտեզի տնօրեն են աշխատանքից ազատում, մարդկանց բարեկամների Սևակ Խաչատրյանի քեռու կնոջը ազատել են, ուրեմն Էջմիածին քաղաքի Էջմիածին Եվ Ատարոն գնում ես ֆռում ես գալիս ես ատենախոսության պաշտպանության ժամանակ աչքի ընկած թույլ տվեք արտաբերել նրա անունը Սաքուլիկ մականունը կրող տեխնացու է։ Դիսկոնտոր չկա այդ առումով։ Մի որ ձեզ ասեմ Նիկուլիկ ձեր դուրը կգա մարդկանց դե ուրեմն ես ցույց չեմ տալ ձեզ մարդկանց նման բառապաշարով հանդես գալ։ Դե չի կարելի։ Չի կարելի։ Տարբեր մականուններ կար, հիմա ես ասեմ, տարբեր մականուններ կան, հիմա բախի չեք հեծի պետին։ Բայց չի կարելի դե, չի կարելի, որովհետև տենց բան չի։ Եթե խոսենք մականուններից, ձեր իրավիճակը լավ չի լինի։ Պետք չի մարդկանց, ես որևիցե մեկին քաղաքացիական պայմանագիր կուսակցության մասին է խոսքը։ Որևիցե մեկին, անգամ եթե այդ մարդը ունի, չգիտեմ ինչ որ որոշակի շրջանակներում մականուն, որոշակի շրջանակներում, եթե որոշակի շրջանակներում ունի մականուն, ոչ ես, ոչ էլ դուք թույլ չտանք, ես միջև հիմա ոչ մեկին մականունով չեմ դիմել, եւ դա ոչ կոռեկտ է, ոչ էլ նորմալ է, որ մենք ինչ որ փողոցային բառապաշարը բերենք ստեղ օգտագործենք։